Հայաստանի երբեմնի մայրաքաղաք պատմական արտաշատը թանկ է յուրաքանչյուր արտաշատցու համար։ Կասկածից վեր է, որ բոլորս ցանկանում ենք տեսնել մեր քաղաքը բարեկարգ, մաքուր, լուսավոր, կանաչ եւ գեղեցիկ։ Սրանք Արգամ Աբրահամյանի արտաշատի քաղաքապետ դառնալու նախընտրական խոսքերից են։ 2 տարի առաջ նախընտրեց արտաշատցիների քվեն եւ ստացավ վստահության բարձր արդյունք։ Արդյունքը երևաց Արտաշատ քաղաքում։ Արտաշատցին հասկացավ, որ իր քաղաքապետը գործի մարդ է։ Հստակ պատկերացնելով հիմնախնդիրները, ցուցաբերելու եմ հետևողական աշխատանք, սրտացավ եւ հոգատար վերաբերմունք յուրաքանչյուր արտաշատցու նկատմամբ։ Արտաշատը մեր տունն է, մեր հպարտությունն ու մեր պատիվը։ Ուրեմն վստահեք եւ կհամոզվեք։ Ժողովուրդը իրապես վստահեց նրան։ Վստահեց եւ համոզվեց, որ կարճ ժամանակամիջոցում կարելի էր լուծել խնդիրներ, որոնք տարիներ շարունակ բարձի թողի են մնացել։ Նախատեսում եմ բարեկարգել, հիմնանորոգել Արտաշատի փողոցները, բակերը, լուծել լուսավորման խնդիրները, հիմնել խաղահրապարակներ, վերանորոգել բազմաբնակարան շենքերի տանիքները, նկուղները, մուտքերը։ Մշտական հոգատարություն ցուցաբերել բազմազավակ, զոհված ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամների, ծնողազուրկ երեխաների, պատերազմի մասնակիցների նկատմամբ, խրախուսել եւ աջակցել կրթության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում աչքի ընկնող տաղանդավոր երեխաներին եւ երիտասարդներին։ Նախատեսեց եւ իրականություն դարձան այս խնդրի լուծմանը սպասող բազմաբնակարան շենքերի շատ տանիքների բարեկարգումը։ Լուծվեցին տարիներ շարունակ լուսավորության հետ կապված մի շարք խնդիրներ, ասֆալտապատվեցին քայքայված, փոշոտ, խորթուբորտ ճանապարհներ։ Քաղաքը կամաց սկսեց շնչել։ Արտաշատցիները համոզվեցին, որ վստահությունը շեն ու բարեկարգ քաղաք ունենալու գրավականն է։ Երբ 2015 թվականին Արտաշատի քաղաքապետ ընտրվեց Արգամ Աբրահամյանը, ոչ մի արտաշատցի չէր կարող հստակ պատկերացնել, թե ինչ նկատելի փոփոխություններ կկատարվեն քաղաքում։ Հիմա արդեն մեծից փոքր կպատմեն քաղաքապետի իրականություն դարձրած նախընտրական բոլոր խոստումները։ Քաղաքում սկսեց գործել բարեկարգ Արտաշատ ծրագիրը։ Բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրվեցին ու վերանորոգվեցին նոր զրուցարաններ։ Երեխաների համար կառուցվեցին խաղահրապարակներ, քաղաքի կանաչ գոտին ընդարձակվեց եւ տարածվեց բոլոր անկյուններում։ Շենքերի բակերում, փողոցներում ողջ թափով ընթանում էին ասֆալտապատման, բարեկարգման, կառուցապատման աշխատանքներ։ Ուշադրությունից դուրս չմնաց եւ ոչ մի քաղաքացի, ոչ մի անապահով ընտանիք, կարիքի մեջ գտնվող ազատամարտիկ կամ զոհված ազատամարտիկի ընտանիք, պատերազմի վետերան, միայնակ տարեցներ, հաղթանակով վերադարձած մարզիկներ, հասարակ բնակիչներ։ Քաղաքը եւ նրա բնակիչները հասկացան, որ քաղաքապետի խոստումները ընդհանրապես ուղենիշ են, նրա գործը շենացնելն է եւ բոլորի համար տեսանելի աշխատանքը։ Լավագույն գործերի հիմնակարը արդեն դրվել էր։ 2016 թվականը եկավ լրացնելու գործունեության ծավալը։ Արտաշատ քաղաքում սկսեցին գործել անվճար երթուղային տաքսիներ։ Քաղաքի մի ծայրից մյուսը սպասարկող երթուղայինները աշխատում են գրաֆիկով եւ կանոնավոր դուրս են գալիս աշխատանքի։ Անապահով ապրող միայնակ տարեցների համար եւս լավ նորություն կար։ Արտաշատ քաղաքում սկսեց գործել անվճար բարեգործական ճաշարան, որտեղ մարդիկ կարող են տաք կերակուր ուտել, ծանոթանալ միմյանց հետ եւ ազատ ժամանակն անցկացնել խոսք ու զրույցով։ 4 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների այցելությունները 2016 թվականին ավելացան։ Քաղաքապետարանի աշխատակիցների այցելությունից հետո ընտանիքներում մեծ ուրախություն էր տիրում։ Ի վերջո լուծվում են խնդիրներ, որոնց տարիներ շարունակ ընտանիքները սպասել են անհամբերությամբ։ Քաղաքում կանաչ գոտիների առկայությունը, անհայտ զինվորի մոր հուշաքարի հարակից տարածքում, թատրոնամերձ հրապարակում, կենտրոնական կանգառի մոտ, կոկիկ տեղադրված նստարաններն ու բոլոր վայրերում դրված աղբամանները ամենօրյա խնամքն ու մաքրումը վկայում է, որ Արտաշատը ընդգծված դիմագիծ ունի։ Ամեն մի անկյուն նորացվում, կանաչապատվում ու մաքրվում էր կեղտից ու փոշուց։
Նոր փոփոխությունների ակնկալիքով Արտաշատի բնակիչները հետևում էին նաև քաղաքի ամանորյա նախապատրաստական աշխատանքներին, ինչպես 2015-ին, այնպես էլ 2016-ին։ Արտաշատցիները ամանորը դիմավորեցին շքեղ զարդարված տոնածառով եւ լուսավորված ու առանձնահատուկ զարդարված փողոցներով։ Երեխաների համար կազմակերպված ամանորյա միջոցառումների շարքը ուղեկցվում էր անակնկալ նվերներով եւ գեղեցիկ երգերաժշտությամբ։ 2017-ը նույն կերպ ազդարարեց լավագույն գործերի սկիզբը։